Կենտրոնական բանկի որոշմամբ մեկնարկել է տերմինալներով նույնականացման գործընթացը։ Քաղաքացիները վերջին օրերին տերմինալները սպասարկող ընկերություններից SMS հաղորդագրություններ են ստանում, ըստ որոնց տերմինալներով հաշվի, քարտերի համալրում, ինչպես նաև վարկի մարում իրականացնելու համար անհրաժեշտ է նույնականացում անցնել և հաստատել սեփական անձը։ Ինչ է իրենից ենթադրում այդ գործընթացը։ Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ անձն իր ինքնությունը պետք է հաստատի վճարային տերմինալի միջոցով, ոչ թե օնլայն։ Կոպիտ ասած այն ժամանակ, որ մենք հեռախոսի համարով գնում էինք բանկամատում տերմինալում մուծում էինք անում, տարանք հետո էլի անենք կամ ուրիշը գնալ մեր համար անել, մենք ուզում իրական նույնականացում անի ու պարտավորեցրել է, բայց ինքն այս պահանջը ոչ թե ծելցել ինքն է դրել եւ ինքն է ուզում անի, այլ այս պահանջը ծելցելի առաջադրել կառավարությունը։ Պիպոյանի խոսքով սա մասնավոր ընկերության նախաձեռնությունը չէ։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ իշխանությունն այս քայլով նպատակ ունի վերահսկել անկանխիկ շրջանառությունը։ Կառավարությունն ուզում է հնարավորինս անկանխիկ շարժը հսկողության տակ պահի, իրանց համար դա լավ բան է, որովհետև ասում են մեղմացած բան է, վերի դեմ ենք պայքարում, եկամուտ ենք ուզում հայտարարենք, արդար բաշխենք, բայց մենք տեսնում ենք մեր երկրում ոնց է արդար բաշխում եկամուտը։ Բնականաբար մեր երկրում ինչ լինում է մի կետից, մի հրահանգի հիման վրա է տեղի ունենում։ Մենք անկախ մարմիններ վաղուց արդեն Հայաստանում չունենք, ինչքան էլ սահմանադրորեն իրենք անկախ կարգավիճակ ունենան։ Նշում է Բաբկեն Պիպոյանը, ընդգծելով, որ գործընթացը կարող է նաև որոշակի անհարմարություններ ստեղծել։ Ինչպես շատ փորձագետներ են ուզում ես մարդու ձեռքից վերցնես, քեշը վերցրու ձեռքից, իսկ նույնականացման համար արդեն մասնավոր ընկերությունների պարտավորեցրել են, որպեսզի Հավելենք, որ տերմինալով նույնականացումը նոր պահանջ է, որի նպատակը ֆինանսական հոսքերի վերահսկումն է և օգտատերերի ինքնության պարտադիր հաստատումը։ Թեև այն ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի գործիք, հասարակության մի հատված այն դիտարկում է որպես վերահսկողության ուժեղացման միջոց, որը կարող է սահմանափակել կանխիկի ազատ օգտագործումը և բարդացնել առօրյա գործարքները։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։